Կուսակրոնություն։ Ահա Ալիևի եւ Էրդողանի փալաստեր դարձածները, ովքեր առավոտից երեկո հաճոյանում են թշնամուն, ովքեր մեկ պահ անգամ չեն կորցնում, որպիսի ժպտան, ուրախանան նրանց հետ, նրանց ծրագրերն իրականացնեն, մի թեզ են գտել, թե բա եկեղեցականները կամ չգիտեմ, ուրեմն հոգևոր առաջնորդները եւ հատկապես կաթողիկոսը կուսակրոն չէ։ Ես քրիստոնեության կանոններին չնայած լինելով քահանայի ծոր, ծանոթ չեմ եւ ծանոթ չեմ, չգիտեմ, չեմ էլ կարող տրամաբանել ինչու չի կարող քահանան երեխաներ ունենալ։ Դեռ ավելին, ես գտնում եմ, որ հենց քահանաները պետք է առաջինը երեխա ունենան։ Ես գտնում եմ, որ հենց հոգևորականները պետք է երեխա ունենան։ Հենց նրանք պետք է ապացուցեն, որ առաջին զենքը մեր պետության հատկապես հայ ժողովրդի համար դա երեխաներ ունենալն է։ Եվ հենց նրանք պետք է ապացուցեն, որ ունենալով երեխաներ կարողանում են դաստիարակել այնպես, որ պետք է ազգին, որ հենց նրանք պետք է լինեն օրինապահ երեխաներ եւ օրինակ ծառայեն։ Միգուցե ժամանակն է, որպեսզի եկեղեցին նույնպես վերանայի իր այս մոտեցումը։ Ես իսկապես չգիտեմ, թե որտեղ է դա գրված եւ ինչու է դա այդպես։ Ես չգիտեմ ինչպես են դա արդարացրել կամ տրամաբանել, որ չպետք է ամուսնանալ երեխաներ ունենալ, եւ գտնում եմ հակառակը, որ հենց հոգեվոր առաջնորդները առաջին իրենք պետք է ամուսնանան, առաջին իրենք պետք է օրինակ ծառայեն, ինչպես լինել օրինական ընտանիք, ինչպես դաստիարակել երկրի համար լավ քաղաքացիներ, այնպես որ պետք է նաեւ դիտել մյուս տեսանկյունից, նույնիսկ եթե այդպես է, ովքեր որ խախտել են կուսակրոնությունը եկեղեցական օրենքներով, սա չի նշանակում, որ իրենք են հանձնել Արցախը, սա չի նշանակում, որ իրենք են պատճառը պատերազմի, սա չի նշանակում, որ իրենք են պատճառը արտագաղթի, աղքատության, սա չի նշանակում, որ իրենք են պատճառը այս տոտալ անտարբերության եւ սոցիալական անարդարության Հայաստանում։ Իրենց կուսակրոն լինելը ու չլինելը ինձ եւ մյուսներին հասարակ քաղաքացիներից ընդհանրապես չի վերաբերում եւ դրանով չի պայմանավորված մեր երկրի բարեկեցությունը։ Եթե կուսակրոն են, կուսակրոն չեն, դա եկեղեցու ներքին խնդիրն է, բայց ես մնում եմ նորից իմ համոզմամբ, որ եկեղեցականները պարտադիր անկախ իրենց գրաված դիրքից, հիերարխիայից պարտավոր են ամուսնանալ եւ ունենալ երեխաներ։